Հակաբիոտիկների օգտագործումը այն էլ մեծականակ ինքը ինչի կարող է հանգեցնել նախ բերում է ձեր իմունիտետի անկմանը ամենաառաջինը վերջին ցուցումներով պրոտոկոլային COVID-19 բուժման համար հակաբակտերիալ պրեպարատներ չեն նշանակում այն դեպքում երբ որ կա լեյկոցիտոզ իսկ մեր սիրելի հայրենակիցները 7-1 ջերմության դեպքում արդեն 3 խմբի հակաբակտերիալ պրեպարատներ խմած, անտիկոագուլյանտները խմած, հորմոնները խմած, վիտամինները խմած, գալիս են բժշկի արդեն այլ բարդություններով։ Այդ դեղորայքների ազդեցությունը իր շատ մեծ ազդեցություն ունի աղեստամոքսային տրակտի վրա։ Առաջինը այս տոքսինները դեղորայքը որ օրգանով է անցնում է լյարդով, չէ՞։ Եվ դուք երբ որ լյարդի վրա այդ տարաբեռնվածություն, որը ցավ չի զգում, այդ պատճառով ինքը կոչվում է լրակյաց մարդասպան կամ լուր մարդասպան, եւ մարդ ուղակի նույնիսկ գեպատոցելուլյար ուռուցքի ժամանակ, լյարդի առաջնակի ուռուցքի ժամանակ պատական սոնոգրաֆիայի ժամանակ մենք կարող ենք դա հայտնաբերել։ Ես ուղղակի կուզենամ այստեղ մեր լյարդն է, սա արդեն քրոնիկ հեպատիտի փուլում է, այո, ցիրոզի շրջանում եւ արդեն երբ նրա մոտ կա ուռուցք։ Այս 3 փուլերը, որ նկարագրված են, սա մեկը մյուսի անցումն է։ Այս փուլում հայտնաբերեցիք, լավ, ուժումները կստանաք, լավ կլինի։ Շատ հաճախ գալիս են հենց այս փուլում, երբ հիվանդը ունի ոչ մի գանգատ չունի, ուղղակի եկել է պարզապես պրոֆիլակտիկ հետազոտությամբ եւ ցիրոզի փուլում մենք կարող ենք արդեն հիվանդին հայտնաբերել, բայց հիվանդը չունենա իրապես եմ ասում ոչ մի գանգատ չունենա, այլ եկել էր մեզ մոտ մի հիվանդ հետ կովիդյան էր ընդ որում այդ հիվանդը, որը պիտի գներ անոթների հետ վիրահատության, կատե հետազոտությանն էր գնացել, որ անցնի վիրահատությունից առաջ թոքերի հետ կապված եւ նրա մոտ հայտնաբերվել էր ցիրոզ, այդ մարդը ոչ մի գանգատ չունի։ Գանգատ չունի, ցավային հասկացանք, բայց թուլություն, վատ ինքնազգացողություն էլ չի լինում, թե կապում են ուրիշ բաների հետ։ Կարող են կապել ուրիշ բաների հետ։ Ես ասում եմ, շատ եթե բարդություն չկա ցիրոզի, ասենք առաջնակի վիճակն է դեռևս, ոչ մի գանգատ չունի։ Լուր գալիս են եւ արդեն սա արդեն ուռուցքի շրջանն է եւ որը ցավալի կարող է նաև անդառնալի լինել։ Եվ այդ դեղորայքի այս մեծ քանակությամբ ընդունումը, իհարկե, որ մենք ընդունեցինք, չեմ պատկերացնի ինչ քանակներով, կարող է բերել նաև այս վիճակների առաջացման, առաջանում է դեղորայքային, շատերը մտածում են, որ ցիրոզը միայն օրինակ ալկոհոլ օգտագործում։ Իհարկե ցիրոզի առաջացման պատճառները էլի շատ են։ Դա կարող է լինել գեպատիտները, գեպատիտ B-ն ու C-ն, ալկոհոլի չարաշահումը, մետաբոլիկ սինդրոմը, բազմաթիվ խնդիրներ կան։ Բայց այս պահին ոնց որ սա ամենասուր։ Ես ուղղակի ուզեցի իրապես դեղորայքին անդրադառնալ, որտեղ շատ են դիմողները այս դեղորայքի ընդունման հետ կապված իրապես մեծ քանակությամբ անտիկոագուլյանտներ են խմել։